Սիրելի ժողովուրդ, մեր երկիրը ժառանգություն է մեզ տրված Աստծուց։ Երբ որ Աստված մի ազգի երկիր է տալիս որպես ժառանգություն, նրան տալիս է օրենքների մի համակարգ, որ այդ ազգը պիտի պահի։ Այդ ազգի անհատ զավակները պետք է պահեն։ Եվ Աստված ասում է, որ եթե դու այս օրենքները պահես, ես կջրեմ քո երկիրը, ես անձրևները ժամանակին կուղարկեմ, քեզանից ավելի հզոր ազգերը, որ շրջապատում են քեզ, չեն համարձակվի քո վրա հարձակվել, դու նրանցից չես վախենա եւ իմ օրհնությունների մեջ կապրես, բայց եթե այդ օրենքները չպահես, այս խոստումները չեն կատարվի քո կյանքում։ Այսօր մեր եկեղեցիներում, հայ առաքելական եկեղեցիներում ընթերցվում է Աստվածաշնչից մի հատված, որը երկրորդ օրինաց գրքի 11-րդ գլխից է, որը երբ որ կարդում ենք, ոնց որ մեր երկրի մասին գրվի, որովհետեւ մեր երկիրն էլ լեռնային եւ հովտային երկիր է։ Ես հիմա այն ուզում եմ ձեզ ընթերցել, դուք ուշադիր լսեք, խնդրում եմ, եւ այդտեղից դասեր եկեք բոլորս միասին քաղենք, այնքան հետաքրքիր է։ Հիմա ես կմիացնեմ այստեղ եւ կսկսենք միասին ընթերցել։ Ուրեմն երկրորդ օրինաց գրքում 11-րդ գլխում Աստված երբ որ հրեաներին երկիր էր տալիս Եգիպտոսից հանելով, այսպես ասաց. Այն երկիրը, որ դուք մտնելու եք ժառանգելու համար, նման չէ եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք։ Մի երկիր, ուր սերմը ցանում ու ջրում են ոտքերով, որպես թե բանջարանոց լինի։ Այն երկիրը, որ դուք պիտի մտնեք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է, այն ոռոգվում է երկնքից թափվող անձրևով։ Լսում եք հայ ժողովուրդ, ոնց որ մեր երկրի մասին լինի, չէ, լեռնային եւ հովտային երկիր։ Դա մի երկիր է, որը քո Տեր Աստվածն է խնամում, տարվա սկզբից մինչև տարվա վերջը, քո Տեր Աստուծո աչքը միշտ նրա վրա է։ Մեր հետ էլ այսպես է, սիրելի ժողովուրդ։ Հետո շարունակում է, ասում է. Եթե ուշադրությամբ լսես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տեր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էությամբ, ապա նա ձեր երկրին կտա ըստ ժամանակի պահանջվող առաջին ու վերջին անձրևը, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու յուղը։ Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունի համար, կուտես եւ կհագենաս։ Զգույշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր հոգիները, մեղք գործեք, օտար աստվածներ պաշտեք ու երկրպագեք նրանց։ Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեր վրա, արգելք կդնի երկնքի վրա։ Սրան սովորաբար հիմա ասում են երաշտ, բայց ասում է արգելք կդնի երկրի վրա։ Անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, եւ դուք շատ արագ կկորչեք այս լավ երկրից, որը Տերը տվել է ձեզ։ Այս խոսքերը ի պահ դրեք ձեր մտքում ու ձեր հոգում, դրանք որպես նշան կապեցեք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ Դուք դրանք սովորեցրեք ձեր որդիներին եւ դրանց մասին խոսեցեք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պարկելիս ու վեր կենալիս։ Այսինքն երբ որ սեղաններ ենք նստում, կենացներ ենք ասում, պետք է խոսել այս բաների մասին։ Դրանք գրեցեք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որպեսզի ձեր կյանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կյանքը այն երկրի վրա, որ Տերը երդվել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կլինի երկրի վրա։ Ու ավելացնում է ասում է. Եթե ուշադրությամբ լսեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան, ապա Տերը ձեր առջևից կհեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կնվաճեք ձեզանից մեծ ու հզոր ազգերին։ Լսում եք հայ ժողովուրդ, դուք կնվաճեք ձեզանից մեծ եւ հզոր ազգերին, եթե գնաք Աստուծո ճանապարհներով։ Բոլոր այն վայրերը, ուր կկոխեն ձեր ոտքերը, ձերը կլինեն։ Անապատից մինչև Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչև Արևմտյան ծովը կլինեն ձեր սահմանները։ Ոչ ոք ձեզ չի դիմադրի։ Ձեր ահն ու սարսափը ձեր Տեր Աստվածը կսփռի ամբողջ երկրի վրա, ուր ոտք կդնեք դուք, ինչպես ասել է ձեզ Տերը։ Այս խոսքերը ես որ այսօր նորից կարդացի, լիքը մտածելու բան եկավ իմ մեջ, որ երկիրը խնամում է Աստված, որ դու պետքա հարես քո Տեր Աստծուն։ Ժողովուրդ, 2 օր առաջ Աստվածամոր ավետման տոնը շատ մարդիկ այդ ինչեր էին գրում, Անահիտ էին պաշտում, Անահիտ էին երկրպագում, սենց չի լինի, սենց ձեր զավակները երկար չեն ապրի, համաձայն այս խոսքի, չասեք Արմենն ասում համաձայն այս խոսքի, որովհետև ասում է ձեր զավակները երկար կպաշտեն, եթե դու սիրես քո Տեր Աստծուն եւ դու հավատարիմ գնաս իր ճանապարհներով, բայց շատերը գնացին Անահիտի հետևից, էլ մայր կոչեցին, էլ չգիտեմ ինչ ասես կոչեցին նրան։
մայրության ու գեղեցկության տոնի օրը։ Չի կարելի, ժողովուրդ, պատուհաս կգա։ Աստուծոց երկյուղ չունեք, պատուհաս կգա մեր բոլորի վրա։ Ուրեմն պետք է այս երկիրը, որ Աստված մեզ տվել է, արդեն Աստված մեզ վտարեց Արցախից, որովհետև դուք կարող ասեք, չէ, Աստված չարեց, բա ինչի դեմը չառավ, ինչի չպաշտպանեց, ինչի արտոնեց այստեղ։ Այդ մասին ես շատ եմ խոսել այս մանում ալիքում։ Բայց ժողովուրդ ջան, եթե դուք պահեք Աստուծո օրենքները, զսպեք ձեր լեզուն, կռապաշտություն չանեք, սնոտիաբանություն չանեք, այլ հետևեք Աստծուն, սիրեք նրան, խոսեք Աստուծո հետ։ Աստված էր այս երկիրը, որ հովտային եւ լեռնային երկիր է, Աստված իր ժամանակներին կտա օդից է ջրվելու այս երկիրը, ոչ թե բանջարանոցի պես։ Աստված իր անձրևները ժամանակին կտա, երկինքը չի բագի, որ երաշտ լինի, հողը իր բերքը կտա եւ մեզանից ավելի հզոր մեզ շրջապատող ազգերը ոչ թե կլինեն թուր մեր գլխին, այլ մեր ահն ու սարսափը կունենան Տիրոջով։ Լիքը մտածելու բան կա եւ տեսակ Աստված էլ ասում է, որ այս բաները ձեր ականջներին ող արեք, ձեր երեխաներին կարդալ տվեք ու սովորեցրեք։ Ես էլ խնդրում եմ ձեզ, բացեք Աստվածաշունչը, 5 տականի ցանկի մեջ նայեք Բ օրինաց կամ երկրորդ օրենք, գլուխ 11, համարներ 10-ից 25, որ այսօր հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մենք ծաղկազարդից առաջ բոլորս լավ հիշենք, թե ինչ բան է երկիրը, որ Աստված ժառանգություն է տալիս ազգին։ Եվ մեր Տեր Աստծուն, տիեզերքի Արարչին, մեր հայրերի Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն վայելե փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։